Հաղորդակցությունը այն ոլորտն է, որը մեծապես հետաքրքրում է բոլորին և շատերն են ուզում այս ոլորտում հաջողություններ գրանցել։ Եթե մենք թվային հոգեբանությունը համակցում ենք հաղորդակցության հետ, այստեղ հետաքրքիր նորություններ ու փաստեր են արձանագրվում։ Գիտեիք, որ ամենաշատ մարդկանց հետ շփումից խուսափում են այն մարդիկ, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 9-ին, 18-ին և 27-ին։ Սրանք այն մարդիկ են, ովքեր շատ են սիրում, որպեսզի իրենց կատարած աշխատանքը գնահատվի, ու եթե հանկարծ դիմացինը նրանց կատարած աշխատանքը կամ ձեռք մեկնած օգնությունը չի գնահատում, ապա որոշում են մեկուսանալ աշխարհից, այլևս չշփվել մարդկանց հետ և չգտնվել մարդկանց լայն շրջանակներում։ Իսկ ինչի համար է անհրաժեշտ մեզ թվային հոգեբանությունը։ Մարդու ծննդյան օրվա, ամսվա ու տարեթվի միջոցով մենք կարողանում ենք վերլուծության ենթարկել յուրաքանչյուր թիվ և ասել, թե ցանկացած ծրագիր մարդը ինչպես կարող է ապրել դրականորեն, հետևելով այդ ցուցումներին, նա կարող է վստահաբար շեղել իր կյանքի ընթացքը։ Եվ որպես այս ամենի համակցում պետք է նշեմ, որ հաղորդակցության դասընթացներում միատեղել եմ նաև թվային հոգեբանությունը և այսուհետ բոլոր այն մարդիկ, ովքեր կօգտվեն հաղորդակցության դասընթացներից, նրանք նաև կունենան իրենց ճանապարհային քարտեզը թվային վերլուծության միջոցով։